Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը մտել է մի փուլ, որտեղ յուրաքանչյուր բացահայտում ոչ թե պարզապես զարգացում է, այլ հարված կերպարների ամբողջ աշխարհընկալմանը։ Այն, ինչ երկար ժամանակ թաքնված էր, հիմա սկսում է դուրս գալ ջրի երես և դա փոխում է բոլոր հարաբերությունները։ Էռնեի համար ճշմարտության բացահայտումը դառնում է ճակատագրական։ Նա իմանում է, որ Աբոյի եղբորը սպանել է հենց Հունանը։ Սա ոչ միայն անցյալի բացահայտում է, այլ նաև ներկայի փլուզում։ Մարդն, ում նա ճանաչում էր, վստահում, գուցե նույնիսկ հարգում, հանկարծ դառնում է լրիվ ուրիշ կերպար։ Եվ ամենացավալին այն է, որ այդ ճշմարտությունը թաքցվել է տարիներ շարունակ։ Ավոն իհարկե հասկանում էր, թե ինչ հետևանքներ կունենա այդ ճշմարտությունը։ Նա գիտեր, որ Էռնան իմանալով այդ ամենը այլևս չի կարող նույն աչքերով նայել իր եղբորը, և հենց այդ գիտակցությամբ էլ նա, կարելի է ասել, մղում է իրավիճակը դեպի բացահայտում։ Էռնան գնում է Հունանի տուն։ Այդ տեսարանը դառնում է սերիալի ամենաուժեղ պահերից մեկը։ Նա այլևս լուռ չէ, նա ասում է ճշմարտությունն ուղիղ, առանց վախի։ Հունանին անվանում է մարդասպան։ Սա բախում է ոչ միայն մարդկանց, այլ նաև ճշմարտության ու կեղծիքի միջև։ Եվ հենց այդ պահին այդ ամենը լսում է Լեան։ Լեայի համար սա թերևս ամենամեծ հարվածներից մեկն է։ Նրա հայրը, ով երկար ժամանակ եղել է իր համար ուժի, անվտանգության, նույնիսկ իդեալի խորհրդանիշ, հանկարծ փլվում է այդ պատկերից։ Նա չի կարողանում հավատալ իր լսածին։ Սա այն պահն է, երբ երեխայի աշխարհը փլվում է։ Լեան կանգնում է շատ ծանր ընտրության առաջ՝ հայր, թե ճշմարտություն։ Շատ հավանական է, որ այս իրավիճակից դուրս գալու համար նա որոշի հեռանալ երկրից ժամանակավոր։ Իհարկե, այս ժամանակավոր հեռանալը կարող է դառնալ նրա համար փախուստ ոչ միայն մարդկանցից, այլ նաև իր զգացմունքներից, ներքին քաոսից։ Բայց արդյոք փախուստը լուծում է։ Սա այն հարցն է, որ սերիալը դեռ պիտի բացի։ Էռնեի որոշումը նույնպես հեշտ չի լինելու։ Նա հիմա գիտի ճշմարտությունը, և այդ ճշմարտությունը փոխում է նրա վերաբերմունքը բոլորի հանդեպ։ Նա կարող է կամ ամբողջությամբ կանգնել ճշմարտության կողքին և կտրել կապերը, կամ փորձել հասկանալ ինչու է ամեն ինչ այդպես եղել։ Բայց մի բան պարզ է՝ նա այլևս նույն մարդը չէ։ Մյուս կողմից, սերիալը տալիս է նաև ավելի մեղմ, բայց ոչ պակաս կարևոր գծեր։ Գրիշոյի և Մանանի պատմությունը ստանում է նոր, ավելի զգացմունքային զարգացում։ Գրիշոն գնում է բոլոր տոմսերը, և երբ Մանանը բեմ է դուրս գալիս, տեսնում է նրան միայնակ ծաղիկներով ամբողջ դահլիճում։ Սա շատ խորհրդանշական տեսարան է։ Սա ցույց է տալիս, որ Գրիշոյի համար Մանանը դարձել է ամեն ինչ։ Նա այլևս չի թաքցնում իր զգացմունքները, նա պատրաստ է բացահայտ սիրել։ Նա նույնիսկ հորը խոստովանում է, որ սիրում է Մանանին։ Սա մեծ քայլ է նրա համար։ Բայց կրկին այս սերը հեշտ ճանապարհ չունի։ Անցյալը դեռ կանգնած է նրանց միջև, և ամեն պահ կարող է նորից բաժանել նրանց։ Դավիթի գիծը բարեբախտաբար ավելի դրական է զարգանում։ Նա արդեն տանն է, դուրս է գրվել հիվանդանոցից, բայց դեռ երկար ճանապարհ ունի վերականգնվելու համար։ Նրա բուժումները շարունակվում են, և ընտանիքը փորձում է կանգնել նրա կողքին։ Միևնույն ժամանակ, նրա և Նարեի միջև հարաբերություններն ավելի բաց են դառնում։ Այլևս դա գաղտնիք չէ, եղբայրների միջև արդեն բացահայտ խոսակցություններ են գնում այդ թեմայով։ Սա սերիալի այն քիչ գծերից է, որտեղ կա ջերմություն, հույս և ապագայի զգացում։ Բայց նույնիսկ այստեղ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Դավիթի առողջական վիճակը, նրա անցած ճանապարհը, այս ամենը կարող են ազդեցություն ունենալ նրա հարաբերությունների վրա։ Այս ամբողջ սյուժետային խաչմերուկում Գոյամարտը դառնում է առավել քան երբևէ լարված ու խորքային։ Այստեղ ճշմարտությունը կործանում է ընտանիքներ, սերը փորձում է գոյատևել անցյալի վրայով, իսկ մարդիկ կանգնած են իրենց կյանքի ամենաբարդ ընտրությունների առաջ։ Առաջիկա սերիաները խոստանում են պատասխանել ամենակարևոր հարցերին։ Ինչ որոշում կկայացնի Լեան։ Կշարունակի Էռնան պայքարել ճշմարտության համար, կկարողանա Մանանն ընդունել Գրիշոյի սերը, և արդյոք Դավիթը լիովին կվերականգնվի։ Բայց մի բան արդեն ակնհայտ է՝ Գոյամարտում ոչինչ այլևս նույնը չի լինելու։
Բայց ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ սպասել հաջորդ սերիաներում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչի է ընդունակ Էռնան և ինչպես է նա պատասխանելու եղբոր բոլոր արածներին, ինչու Ավոն հենց հիմա նրան ասաց այդ ողջ ճշմարտությունը և ինչու է դրանից հետո Էռնան հայտնվում փակ պայմաններում, Ավոն է պահում նրան, թե Հունանը, շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե սեղմեք զանգակոճակը, որպեսզի ստանաք առաջինը հենց նորությունները դուք։ Շատ հավանական է, որ այստեղ բոլորովին այլ պատմություն սկսվի, հավանական է, որ Իննան փրկելու համար իր ընտանիքը հենց ինքը փակի տակ պահի Էռնային և ոչ թե Հունանը կամ Ավոն, արդյոք հնարավոր է նման շրջադարձային պահ այս հեռուստասերիալում, չէ՞ որ Ավոն նրան այլևս փակի տակ պահելու պատճառներ չունի։ Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին։